Շնորհակալություն իմ գործընկերները երևի շնորհակալ եմ բոլորիցդ Շնորհակալություն Այսօր ամենակարևորը ուզում եմ ամփոփելով մեր քարոզարշավը ներկայացնել թե ինչպիսի տպավորություններ ունեցա Քարոզարշավի ընթացքում մեր գյումրեցիների հետ շփումներ ունենալով Նախ ասեմ, որ ինձ այս ծանր բեռի տակ գյումրեցիներին ծառայելու քայլին մղել է հենց իմ որդին Երկար մտածել եմ, որ չեմ կարող անտարբեր լինել նրա կյանքի ապագա 5 տարիներին Չեմ կարող ամեն պատահական մարդու վստահել իմ երեխաների ապագա 5 տարիները Այս ընթացքում լինելով բոլոր թաղերում մեր գյումրեցիների հիմնական փողոքը ամենաչնչին բանն է ցեխոտ փողոցներ մարդիկ հիմնականում տուն չեն ուզում աշխատանք չեն ուզում հարստություն չեն ուզում ասում են այս ցեխից ազատեք Մեր երեխաները դպրոց գնում են 2-3 կոշիկներով, որպեսզի հաղթահարեն ջրափոսերը, ցեխերը եւ հետո նոր մաքուր կոշիկներով կարողանան մտնել իրենց մանկապարտեզներ ու դպրոցներ։ Ես չէի կարող այս ամեն ինչին լինել անտարբեր եւ հանդիպումների ընթացքում մի այսպիսի հետաքրքիր միշտ այդ բանը եղել է, որ անընդհատ բոլոր երեխաները գալիս էին այդ քայլերտերի քարոզարշավի ընթացքում սկզբից մինչև վերջ այդ թաղի երեխաները ուղեկցել են ինձ։ Նվիրել են բանաստեղծություններ, իրենց ձեռքով նկարել նկարները եւ այլն։ Եվ ես այդ երեխեքի աչքերում տեսած սերը, ջերմությունը Այդ խանդավառությունը եւ հավատը երբեք չեմ քողանալու նրանցից եւ որևէ մեկը հանգարց չփորձի գյումրեցիների մեր երեխաների քվեն քողանա սպառնալիքով կամ կաշառք բաժանալով կպատժվեն շատ խիստ եւ ուրեմն մարտի 30-ին բոլորս անտարբեր չենք մնալու Եվ հանուն մեր երեխաների կատարելու ենք մեր քվեարկությունը, գնում ենք ընտրատեղամասեր և քվեարկում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկ թիվ 1 Սարիկ Մինասյան, շնորհակալ եմ։ Մեր Քվեաթերթիկ համար Մեկ Շնորհակալ եմ Հաջող երա Տեսա պակա Հարցր Պակա Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1